800,000 շահառուի մասին էր խոսքը առաջի փուլի համընդհանուր ապահովագրության հետ կապված, ճիշտ եմ հիշում։ Չէ, ավելի մեծ է թիվը, որովհետև վերջին մեր փոփոխված տարբերակում Տիկին Թունանյան մենք դիտարկում ենք, ես հեսեք ասեմ բոլոր խմբերը, ովքեր որ ըստ այս բյուջեի արդեն ներառվելու են 26 թվականից, դա մինչև 18 տարեկան երեխաներն են, 65 պլյուս տարիքի անձինք են, 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցող եւ ֆունկցիոնալության գնահատման համապատասխան աստիճան ունեցող անձինք, սոցանապահով ուրեմն ընտանիքները եւ էլի վերափոխված գնահատման համակարգով այս ուրեմն համապատասխան բալ ունեցող անձինք, սրանք առաջին փուլով ապահովագրվողներն են, ում համար պետությունն է վճարելու ապահովագրավճարը։ Բացի նրանցից միանալու են 200,000 դրամից ավել եկամուտ աշխատավարձին հավասարեցված եկամուտ ունեցող անձինք եւ ընդհանուր շահառուների թիվը նախատեսվում է մինչեւ 1,700,000 հոգի։ Այսինքն բավական մեծ խումբ է, որ առաջին փուլով ներառվելու է։